Համընդհանուր ընդունման օրվան նվիրված համաժողովն այս տարի ևս համախմբել է միջազգային և հայաստանյան տեխնոլոգիական համայնքին քննարկելու բազմալեզու ինտերնետի կարևորությունը և ներկայացնելու լուծումներ, որոնք ապահովեն դոմենային բոլոր անունների և էլեկտրոնային հասցեների ճանաչելիությունն ու գործարկումը։ Նպատակը նա է, որ համացանցում բոլոր համակարգերը, որոնք որ հասանելի են օգտագործման համար, ընդունեն ոչ միայն լատինատառ տառատեսակը, այլ նաև բոլոր այբուբենները։ Այսինքն մեր դեպքում դա հայերենն է։ Հայ դոմեն ունեցողները կարող են գրանցել և կիրառել լիովին հայատառ էլ-փոստի հասցե, ինչն աննախադեպ է։ 2014 թվականից գործող հայատառ ազգային դոմենը հայը արդեն 1000 գրանցում ունի։ Շատ դանդաղ է գործընթացը գնում, որովհետև անգամ 10 տարի գործարկելուց հետո կան նաև մարդիկ, ովքեր որ չգիտեն, որ գոյություն ունի հայատառ դոմենային անուն։ Հայատառ դոմենով լուծվում են նաև տառադարդության հետ կապված խնդիրները։ Կան անուններ, որոնք որ շատ դժվար է լատինատառ այբուբենով ստեղծել, այսինքն ղ տառը հայերենում, չգիտեմ, Ք տառը եւ բազմաթիվ այդպիսի անուններ, Յ տառը եւ այլն, ինչը որ շատ հեշտ կարելի է լուծել հայատառ դոմենային անունը գրանցելիս։ Համընդհանուր ընդունում շարժման նպատակն է ինտերնետն ավելի հասանելի դարձնել եւ ընդլայնել ազգային լեզուների կիրառելիությունը համացանցում, իսկ համաժողովը նախաձեռնել է դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան։ Բուրեր Մկրտչյան, Հովհաննես Քյուրչյան, Լուրեր։